որպես հավելում կամ փաստ բերեմ ձեր բանը Եվրամիությունը տարվա ավարտին հայտարարեց, որ 500 միլիոն եվրոյի չափով վարկ կամ ներդրում են վարկ ամենայն հավանականությամբ ցածր տոկոսադրույքով տալու են Հայաստանին, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը միացվի թուրքականին եւ վրացականին։ Ես որքան դուք ավելի լավ կիմանաք, պարոն Բոզյան, վրացականին մենք կարծեք թե միացած ենք, շուտ որտեղ մենք ժամանակին հոսանք էինք տալիս Վրաստանին այդ ճանապարհների հետ հարցերը կարգավորելու դիմաց։ Այսինքն Վրաստանը ավելի շատ իմ տպավորությամբ շեշտվում է, որպեսզի հայ ժողովրդի տրամադրությունը չընկնի, որ իրականում մեր ցանցերը միացնում են թուրքական ցանցին, իսկ ինչու են միացնում, այ պարոն Դանիելյանի ասածից մենք հասկանում ենք ինչու են միացնում, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը այսինքն էներգետիկ համակարգը կախվածության մեջ ունի ուղիղ Թուրքիայից, իսկ շատերը կարող են ասել, դե մենք ունենք ատոմակայան, երևի թե մենք ենք հոսանք տալու Թուրքիային, այդտեղ էլ ես շտապեմ ցավոք սրտի հաստատեցնել այս մանիպուլյացիային հավատացող մեր հանրությանը միամիտ Թուրքիան երկար տարիներ պայքարում է, որ Հայաստանի ատոմակայանը փակվի, ատոմակայանը կարծեմ, եթե լավագույն դեպքում 2036-ին պիտի կամ նոր ատոմական ունեն խոսքով ժամկետները սպառվում են եւ չմոռանանք որ SEPA-ի պայմանագրով Հայաստանը պարտավորություն է վերցրել այս գործող ատոմականը փակել նորի մասին խոսում են բայց դա շատ ծանր խոսակցություն է այսինքն Հայաստանը այո ապագայում էլեկտրոէներգիայի խնդիր է ունենալու եւ որպես այդ խնդիրը լուծվի միևնույն ժամանակ մի կրակոցով երկու նապաստակ են խփում կլուծեն ատոմակայանի փակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը Թուրքիայի հաշվին եւ միևնույն ժամանակ Հայաստանը կախվածության մեջ կդնեն Թուրքիայից